Խոսքի համար ձայնը տրվում է Հրանտ Տեր-Աբրամյանին։ Տասնինը տարի առաջ այս օրերին ես 11 տարեկան էի ու պետք է ասել բավականին այսպես են ժամանակ էլ հետաքրքիր երիտասարդ էր, ունեի շատ հստակ քաղաքական հայացքներ, որոնց կարճ ձևակերպումը, եթե հիմա ասեմ, կորչեն կոմունիստները, մոտավորապես այդպիսի, ու փորձում էի այդ հայացքներից համար ինչ-որ արտահայտում գտնել։ Ուրեմն 88 թվականի հունվարին, շարժման սկսվելուց ուղիղ 1 ամիս առաջ, ես ու իմ ընկերս Լենինի արձանի հետևը, եթե հիշում եք, հավերժ-կրակ էր վարվում հոկտեմբերյան հեղափոխության հերոսների նվիրված։ Այդ հավերժ-կրակը ուրեմն ձնագանդիկներով մարեցինք։ Ու դրա համար ես համարում եմ, որ ինչ որտեղ շարժումը սկսել եմ ես։ Ինչ որ շարժումը սկսվեց, ծավալվեց արդեն առանց մեզ, առանց ինձ ու այդ իմ ընկերոջս ու կարպես թե հաղթանակեց, այսօր հեռուստատեսությամբ կասեն ինչ որ խոսքեր, սիրուն հաջողորդը ոտքի կանգնեց, չկա։ Այդ նախկին կոմեդիկականները, նախկին պիոներները, իմ մանկության թշնամիներս, որոնք ամեն ինչ այսօր ունեն շնորհիվ այդ շարժման, դրանք շատ խորթ են զգում իրենց այդ շարժումից։ Ու դրա համար այսօր մենք պետք է այստեղ հավաքվենք, պետք է հիշացնենք, քանի որ նրանք ուզում են մոռանալ, մենք պետք է հիշացնենք։ Ու նախ ինքներս մենք պետք է հիշենք, որ ոչ միայն 2007-ին կարտոշկայով իր ձայնը ծախող ժողովուրդ ենք, այլև ազատ քաղաքացիներն ենք 88 թվականին։ Ու դրա համար այսօր ես եկել եմ ստեղ ու եթե հաշվի առնենք այդ հավերժ-կրակի պատմությունը, իմ ոտքն էլ խերով է։ Գանին իդիոտ կոչեց։ Սա Թումաթե անձնական հարց է, միայն երկուսի անձնական հարցն է, բայց այդպես չի։ Սա մեր հասարակության հարցն է, որտեղ այսօր պլյուսն ու մինուսը իրար տեղերով փոխվել են։ Ու իդեոտիզմը իրականում այսօր նորմա է, ու ոչ միայն նորմա է, այլև իշխանության հեռացի, կարող եք ասել իշխանավորներին հեռանալ, դա իհարկե պետք է լինի, իհարկե պետք է հեռանալ, բայց միայն դրանով չի ելքը, մթնոլորտը պետք է փոխվի, համակարգը պետք է փոխվի, ու որտեղից պետք է հայտնվեն այդ նոր մենք այստեղ հարթակում հավաքածներ սովորական մարդիկ ենք, ունենք մեր թերությունները, թուլությունները, սխալները, քաղաքական ասված անձ ինչ չեմ համարում։ Իդեալական պայմաններում ես չէի ուզենա քաղաքականությամբ զբաղվել։ Բայց այսօր այնպես է ստացվում, որ ինչքան թերություն է երկրի, դա երկրի լրիվ անտերության ցուցանիշն է։ Ու վերջացած նրանով, որ այս երկրում նախագահի թիկնապահները կարող են մարդ սպանել ու անպատիժ մնալ։ Այդ դեպքում չես կարող քաղաքականությամբ չզբաղվել։ Այդ դեպքում պարզ է, որ ստիպված ես քաղաքականությամբ զբաղվել։ Նպատակների մի մասն է իրականացվել, բայց ազատության նպատակը չի իրականացվել եւ մենք պետք է այս ազատության հրապարակը գրավենք եւ նորից փորձենք կերտել ազատ Հայաստան։ Մեր երկիրը երբեք անկախ չի դառնա այնքան ժամանակ, ինչքան քանի դեռ նա ազատ մարդու երկիր չի։ Ու այս հրապարակից պետք է ծնվի ազատ Հայաստանի ազատ քաղաքացի։ Կեցե ազատ Հայաստան։ Բակի քշվող երկրին մեջքը ուղիղ պետություն են դարձնում։ Որովհետև այլընտրանքին միացողների համար դրվում է խստագույն պայման, պատրաստ եղիր լինել վերջինը, որպեսզի արժանավորը լինի առաջինը, եւ այդ արժանավորը կարող է լինել ձեզնից ցանկացածը։ Եթե ես օրենքի առջև հավասարություն եմ պահանջում, նախ ինքս եմ պարտավորում մյուսների հետ հավասար կանգնել կարմիր լույսի տակ։ Ինչով է այլընտրանք, որովհետև այստեղ չեն ասում մենք լավն ենք, նրանք վատն են։ Լավ եւ վատ մենք այն ենք ինչ կանք, բայց եւ մեր ձեռքերում է դառնալ այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում, ինչպիսին մենք երազում ենք, որ մեր երեխաներին մեր պատճառով չհայհոյեն եւ մեզ չհայհոյեն մեր մեծացած երեխաների պատճառով։ Ապարով ուզում եմ ինքնահաստատվել։ Ինքս ինձ հարցնում եմ, այդ դեպքում ես ինչու եմ այստեղ, որովհետեւ կարծես թե ունեմ այն ամենը ինչ տարածված կարծիքի համաձայն պետք է մարդուն։ Լավ ընտանիք ունեմ, հրաշալի կին ունեմ, 3 երեխա ունեմ, մեկը մեկից հրաշ։ Ունեմ տուն, լավ աշխատանքեր ունեմ, որով ազատ կարող եմ հոգալ ընտանիքից կարիքները։ Ուսան լիակատար հարգանքին արժանանալու համար։ Էլի չի եմ եկել այստեղ։ Բայց ինչ անեմ, եթե սրտից սարուն եք ածում ամեն անգամ եւ մտածում եմ, թե ինչ եմ պատասխանելու երեխաներից։ Եվ նրանք կյանք մտնեն ու տեսնեն, որ իրենց արժեքներով անպաշտպան կանգնած են հազարապատիկ ավել ստորության, տականկության, բռնության ու ստի առջև։ Իմ թվացյալ բարեկեցությամբ ոնց պաշտպանեմ նրանց եւ առաջին հերթին նրանց պայծառ ու առայժմ չխեղված մանկական հոգիները։
Դրա համար եմ ես այսօր այստեղ ու Կաշվիցից դուրս եմ գալու հենց դրա համար։ Եվ մարտի 2-ին էլ գալու եմ այստեղ հանուն դրա։ Ես արդեն իմ ընտրությունը կատարել եմ։ Կատարեք եւ դուք։ Շնորհակալություն։